Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում ընտապանիկ քննարկում հաղորդաշարն է եւ մենք այսօր զրուցելու ենք ազգային օրակարգ-կուսակցության խորհրդի նախագահ Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Արայ Հակոբյանի հետ։ Ողջունում եմ, պարոն Հակոբյան։ Ինչպես միշտ քննարկելու ենք անցած շաբաթվա հիմնական իրադարձությունները եւ այս անգամ, քանի որ մենք դուրս ենք եկել մեր գործընկերների եթերով ABC-ի, Ֆրեզնոյի, Նուր հեռուստակայանի եւ մեր հաղորդումը դիտում են նաեւ Եվրոպայում, հնարավոր է լինեն հարցեր թե Հայաստանից, թե արտասահմանից եւ մենք կփորձենք պատասխանել նաեւ այդ հարցերին։ Սկսենք Իրանի պատերազմից։ Իրանի պատերազմը մտել է մի ավելի ինտենսիվ փուլ, Ամերիկայի Միացյալ Նահանգները այս վերջի 2 օրը աննախադեպ ուժեղացրել են ռմբակոծությունների քանակը եւ թիրախներն են շատացել, նաեւ ռմբակոծվում են արդյունաբերական ձեռնարկություններ, այլ օբյեկտներ եւ այլն, եւ աշխարհագրություններ են լայնվել։ Ինչպես կմեկնաբանեք այս պատերազմի ներկա ընթացքը։ Տեսեք, պատերազմի նախնական այն սցենարը, որը նախատեսել էին մասնավորապես գոնե ամերիկացիք, որտեղ էլի առիթեղել ասելու, որ Իսրայելի մոտեցումը մի քիչ այլ էր դարձնում, քան ամերիկացիները, ամերիկացիք բլիցկրիգ մոտեցման կողմնակից էին, նրանք սկզբնական փուլում չունեին ռեժիմը, այսինքն Իրանի վարչակարգը փոխելու խնդիր, նրանք մոտավորապես նույն մոտեցումով, նույն ձևաչափով էին տեսնում ինչ-որ Վենեսուելայում, այսինքն առաջի դեմքերին վերացնում են կամ հենց առաջի դեմքին, որը եւ արեցին, եւ դրանից հետո արդեն եղած վարչակարգի հետ իրենց պայմաններով, ամերիկյան պայմաններով գնում էին համաձայնության եւ հետագա վերահսկողության արդեն երկրի նկատմամբ։ Դա այն ինչ որ արեցին Վենեսուելան, բայց դա չստացվեց, որովհետեւ Իրանը այդ առաջի հարվածը տարավ, իհարկե մեծ կորուստներով, այդ թվում իրենց ռազմաքաղաքական առաջնորդության, սկսած այաթոլլայից, այսինքն ռահբարից եւ հիմա պատերազմը ավելի երկարատև ընթացք է ստանում եւ դա կլինի միջնաժամկետ, թե երկարաժամկետ պատերազմ դժվար է ասել։ Համենայն դեպս, ինչպես եւ դուք եք ասում, հարվածները ավելի ինտենսիվ են դարձել եւ արդեն վարչակարգի փոփոխության խնդիր է դրված եւ նոր վարչակարգ, որը ենթադրաբար պիտի կրոնապետություն չլինի։ Եվ նաեւ այն թիրախները կամ այն նպատակները, որ ամերիկյան կողմը, արդեն իսրայելյան կողմի հետ միասին դրել են Իրանի առջև, դա ես պատերազմում որպես առաջնային նպատակ հետևյալն է, որ միջուկային զենքը պետքա չլինի, որևէ հնարավորություն դա ունենալու պետքա չլինի, հարստացված ուրան պետքա չլինի, բայց նաև պետքա չլինի բալիստիկ հրթիռներ, Իրանը պետքա չունենա, պետք է չունենա բալիստիկ հրթիռներ արտադրելու հնարավորություն, պետքա չունենա նավատորմ, այսինքն հիմա արդեն բացարձակ կապիտուլյացիոն պայմաններ է դրված Իրանի առջև եւ այստեղ Իրանը մեծ կորուստներ ունի, տարբեր են թվերը, եթե ամերիկյան քարոզչությանը հավատանք, ապա օրինակ բալիստիկի 90%-ի կարգյա ոչնչացված նավատորմը ընդհանրապես համարյա չկա եւ այլն, եւ Իրանը պաշտպանվում է միայն ոգով, որովհետեւ զենքի նույն լուրջ պակաս ունի։ Այս տեմպով եթե շարունակվի, դա կարող է երկար տևի, որովհետև Իրանը ոգով անգամ շարունակելու է կարծում եմ կռվել եւ այստեղ արդեն Իրանի համար գործոն է հանդիսանում այն խնդիրները, որ համաշխարհային առաջացել են առևտրատնտեսական տիրույթում, մասնավորապես վառելիքի շուկայում նավթի գինը բարձրացել է, գազի գինը բարձրացել է եւ դա ուղիղ ազդեցություն ունի եւ չի կարող չունենալ այդ թվում ԱՄՆ-ի ընդհանուր հավաքական արևմուտքի աշխարհի եւ այդ թվում առաջի հերթին ԱՄՆ-ի վրա եւ Թրամփը փորձում է ԱՄՆ-ի վարչակարգը Թրամփը մասնավորապես փորձում է ինչ որ ձևերով այդ հարցը լուծել, պահուստները շրջանառության մեջ դնել, որպեսզի գնի անկում լինի
եւ դրան առանձին պետք է անդրադառնալ Ռուսաստանից դրան պետք է առանձին անդրադառնալ կարծում եմ այս իրավիճակը Թրամփը օգտագործում է հերթական անգամ Պուտինյան Ռուսաստանին հնարավորություն տալ այն վիճակից դուրս գալու, ինչի մեջ նրանք հայտնվել են, այդ թվում ոչ միայն ռազմական, այլ նաև տնտեսական իմաստով, այսինքն սանկցիաների կարճաժամկետ ասում եմ, մի ամսյա վերացում, այնտեղ ինչ-որ նախապայմաններով, որ այն տանկերներն են կարողանալու վաճառել, որոնք արդեն իրենց մեջ այդ նավթամթերքը ունեին եւ այլն, 100 միլիոն բարելի մասին է խոսքը, բայց առաջինը շունչ քաշելու հնարավորություն է տալիս Պուտինին, Պուտինը միանգամից դրանից օգտվեց։ Երեք կատաղի հարձակում ա եղել էլի շատ մեծ Ուկրաինայի վրա, քաղաքներով, այդ թվում Կիևի վրա, միանգամից դրանից օգտվեց, բայց դրանից բացի Թրամփը ասել է, եւ ոչ միայն Թրամփն է ասել, Վենսն էլ է ասել իր փոխնախագահը, որ կարող է հետո նորից սանկցիաներ չկիրառել։ Այսինքն դա նես չի, որ հիմա վերացրեցին հիմա կարճաժամկետ է, բայց կարող է դա հետո չվերան։ Ես հիմա Ռուսաստանի մասով չեմ ուզում առանձնապես ծանոթանալ, դա առանձին կարծեմ մի երկու բառով դրանք անդրադառնանք։ Իսկ Իրանի մասով նոր փաստացի Ռահբարի ընտրեցին, որը սպանվածի որդին է, բայց նա ոնց որ թե ասում են ծանր վիրավոր է, անգամ մահամերձ է եւ ծանր է Իրանի վիճակը։ Եվ ինչքան կդիմանա դժվար է ասել, որովհետև հարձակումը, ինչպես եւ դուք ասացիք, ավելի ինտենսիվ է դարձել եւ նպատակներն շատ ավելի տեսանելի են։ Հիմա տարբեր մոտեցումներ կան Իրանի հետ կապված, սկսած հավաքական արևմուտքի մասնավորապես եվրոպական երկրներից, արաբական աշխարհից, թուրքերն են դրան արձագանքում եւ ընդհանուր մոտեցումը մի մասը անկեղծ են դա ասում, օրինակ կարծում թուրքերը այնքան էլ անկեղծ չեն, բայց այնուամենայնիվ թուրքերը անկեղծ են, այսի ասացի համատեքստում, որը հիմա կբացահայտեմ, անկեղծ են քրդերի մասով։ Առաջինը կա մոտեցում, որ Իրանը պետքա չկազմաքանդվի։ Դա առաջնային մոտեցում է, երկրորդ մոտեցումը հետևյալն է, որ այս պատերազմում պետք է չներգրավվեն ազգային փոքրամասնություններից, դրանք հիմնականում թուրք-ադրբեջանցիներն են եւ քրդերը։ Ցամաքային գործողության անհրաժեշտությունը տեսանելի է, բայց ամերիկացիք դեռևս խոսում են նրա մասին, որ եթե անգամ ցամաքային բաներ լինեն, դրանք լինելու են կետային։ Այսինքն չի լինելու ընդհանուր ցամաքային հարձակում, այլ կետային ռազմավարական օբյեկտների նկատմամբ եւ նրանց գրավում մասնավորապես այն օբյեկտները կամ այն տեղանքները, որոնք կապ ունեն էներգետիկ Իրանի զորության հետ։ Հայաստանի մասով իհարկե մեր մոտեցումը բացի բարի կամք արտահայտելու տարբեր բաներից, բացականչություններից մեր մոտեցումը համարժեք չի, իհարկե Հայաստանը տեսանելի չի առնվազն, որ հայկական գործող վարչակարգը, Հայաստանում գործող, չասենք հայկական, Հայաստանում գործող վարչակարգը ինքը պատրաստվում է այն հնարավոր խնդիրներին, որ մենք կարանք առերեսվենք, օրինակ եւ մասնավորապես փախստականների։ Եթե պատերազմը շարունակվի եւ ցամաքային գործողություններ հանկարծ սկսվեն, ապա փախստականների հոսք լինելու, այդ թվում դեպի Հայաստան։ Տեսանելի չի, թե ինչպես ենք մենք դրան պատրաստվում եւ դիրքորոշում, որպես այդպեսին, որ Հայաստանը այս պատերազմում ունի իր առանձին վերցած դիրքորոշումը, բացի նրանից, որ Իրանը մեր բարեկամ երկիր է, թող խաղաղություն լինի, շատ լավ կլինի, այլ դիրքորոշում, աշխարհաքաղաքական դիրքորոշում։ Որպես այդպեսին բնական է մենք չունենք, որտեղ մենք գործերից ունենք, եթե մենք միջազգային սուբյեկտայնություն, մենք չասեմ, Հայաստանը այսօրվա կառավարիչները միջազգային սուբյեկտայնություն մեր երկրին չեն տալիս, թույլ չեն տալիս, որ դա ունենա։ Սա է ընդհանուր խնդիրը, հիմա կարճ ուզում եմ անդրադառնալ նաև ռուսական մասին այդ Իրանի պատերազմի հետ կապված, այնպես եւ ասեցի արդեն սանկցիաները ամերիկացիք իրենց ասելով մի ամսով հանում են, դրան շատ խիստ բացասական մոտեցում են արտահայտել Եվրամիության առաջնորդողները, այդ թվում գերմանացիք, այդ թվում Գերմանիայի կանցլերը, այդ թվում Ֆրանսիայի պրեզիդենտը եւ այլն, կարելի ասել բոլորը եւ դեռ մի շատ կարեւոր բան կա, փաստ, որի մասին համարը ոչ ոք չի խոսում կամ քիչ է շրջանառվում այդ փաստը, եղել է 7-նյակի նիստ,
մեծ յոթնյակի նիստ եւ մեծ յոթնյակի նիստի 6 անդամը դեմ ա եղել որ սանկցիաները Ռուսաստանի վրայից հանեն եւ ինչ որ իմաստով անգամ անսպասելի է եղել որ Թրամփը դա իրականացրել է քննարկումից հետո յոթնյակի անդամների հետ այսինքն ի հակառակ ընդհանուր ճնշող մեծամասնության որոշմանը այսինքն Թրամփը հերթական անգամ ցույց է տալիս որ ռուսների հետ ինքը ունի եւ Պուտինի հետ անձամ ինքը ունի ինչ որ առանձնահատուկ անհասկանալի սիներգիկ ինչ որ հարաբերություններ դրա հիմքում ինչա դրված հասկանալի չի որտեվ ԱՄՆ-ի ազգային եւ պետական շահից չգիտեմ ինչքանով է բխում այն որ Ռուսաստանի միջոցները եւ հնարավորությունները պատերազմական ավելանան եւ Ռուսաստանի տնտեսությունը վերականգնվելու հնարավորություն ունենա եւ այդ համատեքստում մի հատ էլ շատ կարեւոր միջադեպ չասեմ դեպք ա որ պետք է արձանագրել իրադարձություն ասենք որ պետք է արձանագրել որ Դմիտրիևը որը Պուտինի անմիջական բանախոսն է այ ռուս-ուկրաինական հարաբերությունում եւ նրա գործընկերները Վիտկոֆն են Թրամփի ընկերը այսպես ասած որը ի վերջո այսօր դարձել է աշխարհի ամենամեծ բանակցողներից մեկը բայց ինքը իրականում ինչ Թրամփը եղել է անշարժ գույքի գործակալ մեծ գործակալ կարող է տպավոր կարող է չգիտեմ օլիգարխիկ գործակալ չգիտեմ ինչ բայց գործակալ անշարժ գույքի վաճառքի գործակալ մեկ այդ Վիտկոֆն է մյուսը դա Թրամփի հայտնի փեսանա Կուշները եւ երկուսով նստում են եւ Դմիտրիևի հետ ինչ որ հարցեր են լուծում եւ փաթեթը ամենայնպես այն արտահոսքը որ կային այդքան էլ արտահոսք չի նույն ռուսական այդ բանը գնացել դրա մասին խոսում ասում փաթեթը որ մենք առաջարկում ենք ամերիկացիներին ընդհանուր համագործակցության 13 տրիլիոն դոլարի փաթեթ է այսինքն այդ մեծ այդ կտորը առևտրային ռուսները առաջարկում են բարձա որ Դե գայթակղությունը շատ մեծ է մասնապես առևտրային գործիչների համար, որոնք այսօր պետական գործիչներ են դարձել եւ հասկանալի է նաեւ կամ կարելի է տենց այդ ամենը մեկնաբանել, որ դա պատճառներից մեկն է, կարծում եմ էլի այլ պատճառներ կան, որով այս Թրամփ-Պուտին այս բանը ջերմ հարաբերություններ պահպանվում են ի հաշիվ Ուկրաինայի, ի հաշիվ արդարության, ի հաշիվ արևմտյան աշխարհի Կրկին եթերում ենք եւ հաղորդման այս բաժինը եկեք վերենք հայաստանյան իրադարձություններին, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի 3 ելույթներին, մեկը Ստրասբուրգում եւ մյուսն էլ լրագրողների հետ մի հատ էլ առանձին ուղերձ Այո, եւ երրորդն էլ առանձին ուղերձ, որտեղ հետաքրքիր այսպես խաղաթղթերը ինձ թվում է բացահայտեց Նիկոլ Փաշինյանը իր գործողությունների, եկեք սկսենք Ստրասբուրգից։ Շատերը ովքեր հավատում էին Նիկոլ Փաշինյանի եվրո մետությանը կամ եվրոպական միությանը միանալու այդ օրենքի կատարման անկեղծությանը մտածում էին, որ այս այն հարթակներ, որտեղ Փաշինյանը պիտի առնվազն դիմում աներ Եվրոպա միության անդամ դառնալու համար, մինչդեռ Փաշինյանը խոսեց այն պատճառների մասին, թե ինչու Հայաստանը այդ դիմումը չի անում։ Դրանից մեկը Վրաստանն էր հիշում եք, մյուսը ուրեմն Հայաստանի ներքին ինչ որ զարգացումներ, եկեք մանրամասն քննարկենք այս հարցը։ Տեսեք, Փաշինյանը, այսինքն նրանք ովքեր սպասում են, որ Փաշինյանը տես դիմում անելու, այդ կարծում եմ խորը մոլորության մեջ են, որտեղ Փաշինյանը տես դիմում չի անելու եւ Փաշինյանը ես մի անգամ չի որ ասել եմ, որ Փաշինյանի վարչակարգը 35 տարի Հայաստանը տիրող հակահայ իշխանական համակարգի մի մաս լինելով եւ նրան երբ որ փոխանցվեց իշխանությունը նախկին վարչակարգից նա ունի մի առանձնահատկություն Փաշինյանի վարչակարգը միջև է տեղացնեց որը իրան հատկորոշում է դա հետեւյալն է որ նա իր մեջ ունի 3
հիմնասյուն, որոնք իրար հետ ներդաշնակ են, դա ռուսականն է, դա գլոբալիստականն է եւ դա թուրքականն է։ Հիմա այդ երեքի համադրումը այստեղ իհարկե ուժային փոփոխություններ են լինում, օրինակ հիմա թուրքականը ուժեղացել է, որտեղ ռուսականը նվազել է եւ այլն, բայց այդ երեքի համադրումը չի կարող թույլ տալ, որ Փաշինյանը, եթե ուզում է շարունակի կառավարելը, այդ հավասարակշռությունը ընդհանուր առմամբ խախտի, չի կարող, նա այդ տիրույթում է գործում, նա այդ տիրույթի գործիչ է, այդ տիրույթն է նրան ապահովում հետագա իշխանություն, եւ Եվրամիության այդ ճեղքումը այսպես կոչված սпасել Փաշինյանից, դա կարծում եմ լուրջ չի, բայց այստեղ ուրիշ բան կա, Փաշինյանը ձեռք է տալիս այդ տեսակետից, ընդհանրապես նույն Եվրամիությանը, որտեղ բանի, ասենք, ոչ թե Եվրամիության, այլ հավաքական արևմուտք կոչեցյալին այսօրվա, որովհետև այլ ընտրանք Փաշինյանին չկա Հայաստանում, այսինքն չկա այնպիսի ուժ, որը իրական արևմտյան միտումներ ունի, իրական հնդ-եվրոպական, եթե կուզեք, միտումներ ունի, չկա այդ ուժը, որը դաշտում ունի զորություն։ Բոլոր ուժերը, որոնք այս կամ այն չափով դաշտում զորություն ունեն, սկսած Փաշինյանի, այդ ուժերը այդպիսին չեն։ Եվ Փաշինյանը օգտագործելով այդ հարթակը եւ խոսելով նրա մասին, որ ինքը այնուամենայնիվ այդ օրենքը Եվրամիության անդամակցության հետ կապված անցկացրել է, նա իր հերթական այդ մանիպուլյատիվ թեզը ասեց, որ անգամ եթե մենք չգնանք Եվրամիություն, բայց փորձելով ունենալ Եվրամիությանը հատուկ երկրի չափանիշ, մեկ շահելու ենք, մի հատ կարևոր բան, որի վրա շեշտադրումը ուղիղ է արվում, որ ակնկալում են, դա վիզաների ազատականացումն է, որովհետեւ դա նույնպես իր վարկանիշի տեսակետից ներհայկական իմաստով ազդեցություն ունենալով դրական եւ կարծում եմ խիստ դրական, որտեղ պատկերացնեք հայության մեջ, Հայաստանի բնակիչների մեջ հնարավորություն լինի առանց վիզա գնալ Եվրամիություն, դրանից բան ելիշ մեծ նվեր կարա տա Փաշինյանը։ Վրաստան եւ այլն այդ ամեն ինչ այո ասվեց, այստեղ մի հատ ուրիշ կարևոր նաեւ բան ասվեց։ Եվրոխորհրդարանը այն եզակի միջազգային հարթակներից է մնացած, որտեղ դեռևս հայկական հարցի հետ կապված հարցեր են բարձրացնում։ Եվ Փաշինյանը ինքը այնտեղ հենց դրա մասին էլ ասեց, որ այստեղ գալիս են, ինձ դիմում են, մեզ դիմում են, ասում են ինչ եք, այս բանը այսպես անում, ինչ ենք, այն բանը այնպես անում, դա վերաբերում է Արցախին, դա վերաբերում է նաև հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, եւ ինքը այդտեղ Եվրամիության հարթակում երկու այդ տեսակետից հատկանշական բան ասեց։ Առաջինը ինքը ասեց, որ Արցախի հարց չկա։ Այսինքն դա բազմաթիվ անգամ ինքը ասել է, բայց այս անգամ արդեն ասեց Եվրոխորհրդարանի հարթակից, ասեց Արցախի հարց չկա։ Կա խաղաղության հարց, եւ խաղաղության հարցը հակոտնյա է Արցախի հարցին։ Եթե հայ ժողովուրդը, հայությունը ընդհանրապես բարձրացնում է իր իրավունքների հարցը, հայկական հարցի շրջանակում, հայկական ցեղասպանության եւ հայկական հայրենազրկման շրջանակում, եւ դա չի վերաբերվում միայն Արցախի, ընդհանուր առմամբ արևմտյան Հայաստանից մինչեւ արևելյան Հայաստան, մասնավորապես Արցախ, դա պատերազմի օրակարգ է։ Իսկ ինքը խաղաղության օրակարգի ներկայացուցիչ է, դա մի հարց եւ երկրորդ հարցը, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին ինքը հանդիսանում է օտարի գործակալ։ Եվ հայ առաքելական Սուրբ եկեղեցին փաստացի նա մի քանի բանով, այսպես ասած, փուլով դա ասեց, այդ թվում Հայաստանում ասեց, դա պատերազմի կառավարիչն է, այն պատերազմի, որը հրահրում է հայ առաքելական ելնելով օտարի շահերից։ Այսինքն հերթական անգամ այն բռնաճնշումները, որը իրականացվում է հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, որպես եզակի պահպանված ազգային եւ հոգեվոր կառույց, այդ բռնաճնշումների արդարացման կամ հիմնավորման հարց բարձրացրեց, մյուս կողմից նաև քիմքին եվրոպացիների հատուկ, որ այդ օտարները պարզա ռուսներն են եւ ռուսների հետ կապված խնդիր կա դրամել հայ առաքելական եկեղեցին պետք է այսպեսին այլևս չլինի։ Դա հայ առաքելական եկեղեցու տապալման հերթական արարն է, վարկանիշի եւ ընդհանուր առմամբ հեղինակության վարկաբեկումը միջազգայինորեն։ Եվ այդ օրակարգը, որ Փաշինյանը առաջ է տանում, դա ընդհանուր առմամբ տեղավորվում է մեր բազմաթիվ անգամ նշած այն նպատակներին, որ եղած վարչակարգ եւ միջև այդ եղածները ունեցել են։ Խնդիր առաջին՝ փակել հայկական հարցը, վերջնականապես փակել, վերջնականապես կապիտուլացվել, խնդիր երկրորդ՝ այդ պայմաններում
հարատև իշխանություն ունենալ արդեն այն տարածքում, որը Հայաստան կկոչվի, թե ինչ կկոչվի կամ Արևմտյան Ադրբեջան կկոչվի, կարևոր չի, իրանք լինեն կառավարիչները։ Սա էր, որ Փաշինյանը արեց Ստրասբուրգում եւ հետո էլ Հայաստանում կարելի է մանրամասներին հիմա անդրադառնալ արդեն։ Այո, եկեք մանրամասներին անդրադառնանք նաեւ Հայաստանյան, որի մեջ այսպես առանձին տեղ ունի երևի ցեղասպանության թանգարանի տնօրենի հեռացման փաստը եւ լրագրողի ուղղակի հարցին, որ արդյոք այդ հեռացումը կապ ունի նրա հետ, որ երբ Ամերիկայի փոխնախագահ Վենսը Հայաստանում էր գտնվում եւ այցելեց ցեղասպանության թանգարան, նա այդ տնօրենը Վենսին նվիրել էր նաև Արցախի հակամարտության վերաբերյալ գիրք եւ Փաշինյանը դրական ասաց, որ այո, որովհետեւ մեկ մարդ պիտի որոշի արտաքին քաղաքականություն։ Մեկ մարդ չի, կառավարությունն է, բայց այստեղ հարցը հետեւյալն է, ինչքան ես գիտեմ, ամենայն դեպս դա այդ լուրն է շրջանառվում, մի քանի գիրք նվիրվել Վենսին, այդ թվում ցեղասպանության մասին, բայց այն գիրքը ինչի մասին որ խոսում է, այդ գիրքը եղել է, ինչքան ես գիտեմ, 1905-ից 1921 թվականի հայ-ադրբեջանական բախումները, հայ-ադրբեջանական եւ հետո Հայաստան-Ադրբեջան պետությունների միջև բախումները, այսինքն խոսել Արցախի եւ ընդհանրապես ադրբեջանցիների հետ կապված մեր պատմության հետ, իրական պատմության հետ, ոչ թե այն վիրտուալ են կեղծ իրավիճակի մասին, որ Ալիևը եւ Փաշինյանը խաղարկում են եւ գովաբանելով միմյանց, սրբագրելով միմյանց հանդերձ նաեւ անընդհատ սպառնում են, որ այդ տեսեք մեր հետևից չգաք պատերազմա լինելու։ Դրա համար գործից հանեցին, այսինքն ինքը խոստովանեց, որ իր հրահանգով գործից դուրս եկավ, որովհետև այո, արտաքին քաղաքականություն դա կառավարության խնդիր, որը այո, դա կառավարության խնդիր է։ Եվ որևէ պետական պաշտոնյա, որ այդ կառավարության թեզերին կամ սկզբունքներին կամ չգիտեմ նպատակներին հակառակ է գործում, այսինքն հակառակ է գործում, որ Արցախի մասին խոսում է ընդհանրապես։ Ընդհանրապես, այսինքն խոսքը չի գնում անգամ այս պատերազմի մասին, խոսքը չի գնում անգամ նորագույն պատմության մասին, խոսքը գնում է սրանից 100 տարի առաջվա մասին։ Նույնիսկ այդ, այսինքն Արցախը որպես այդպեսին, որպես անվանում, որպես պատմություն, որպես նպատակ, որպես, չգիտեմ, առօրյական խնդիր, տաբու է։ Հիշում եք չմշկորդների հետ կապված։ Օրինակ, այսինքն դա տաբու է, վաղը չեմես օրը կարող են օրենք ընդունել եւ դա ես անկեղծ եմ ասում եւ ես կարծում եմ ան կարող եմ ասեմ նույնիսկ վստահ եմ որ դες մի բան կանեն որ ենթանենք Արցախի մասին խոսելը դատելության խոսք է եւ մարդկանց քրեական հոդվածով կարող դատապարտեն այսինքն խոսել հայոց պատմության մասին խոսել ցեղասպանության եւ հայրենազրկման մասին կրկնում եմ արևմտյան Հայաստանից մինչեւ արևելյան Հայաստան ներառյալ Արցախը դա շատ հնարավոր է եւ այդ ուղղությամբ ենք հստակ մենք գնում, որ կարող է դառնա քրեական հետապնդելի խոսք։ Խոսք պատերազմի մասին, ոնց որ ասում է Նիկոլ Փաշինյանը, այսինքն լինել հայ եւ ունենալ հայկական իղձեր ունենալ արդարության վերաբերյալ, արդարության ընդհանրապես պատմական արդարության մասնավորապես դա լինելու է դա կարող է դառնալ հանցագործություն Հայաստանում եւ քրեական հոդվածով հետապնդվի։ Մյուս բանը, որ Փաշինյանը արդեն Հայաստանում խոստովանեց ձեր ասած այդ քարտերը բացելու համատեքստում, որը տնօրենին հանելու հետ համահունչ էր։ Նա ասեց հարցին պատասխանելով, ասեց, որ այո, արդեն չեմ էլ հիշում, այդ ուղերձում էր ասում, թե այդ հարցին պատասխան, դա կարևոր չի։ Ասեց հետեւյալը, որ բանը անկախության հռչակագիրը չի լինելու նոր սահմանադրության մեջ։ Չի լինելու ինչ է նշանակում, նա բացատրում է ինչի չի լինելու, մենք էլի մի անգամ չի որ անդրադարձել ենք անկախության հռչակագրին, ասելով որ ինքը առանց էլ երկչոտ շատ հռչակագիր է եղել, սկզբունքային հարցերը մասնավորապես որ Հայաստանի Հանրապետության անկախությունը վերականգնվել է եւ դա սովետականացված սահմանների չեն, որից հենց հիմա Փաշինյանը չկա։ Բայց այնտեղ
երկու կետ կա, մի կետը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, մի կետը վերաբերում է, որ հետամուտ լինելու ցեղասպանության ճանաչմանը Հայաստանի Հանրապետության, այսինքն Արևմտյան Հայաստանի։ Եւ Փաշյանը հստակ ասում է, որ այդ անկախության հռչակագիրը ոչ թե պետության մասին, պետության ստեղծման մասին հռչակագիր է, այլ կոնֆլիկտի հռչակագիր է, որովհետեւ այնտեղ կա նշում կամ դրույթ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եւ այնտեղ կա դրույթ Արևմտյան Հայաստանում Օսմանյան կայսրությունում ցեղասպանության վերաբերյալ։ Այդ դրույթն է պետքա չլինի։ Այսինքն ի՞նչ է դա նշանակում նորից։ Դա նշանակում է, որ մենք պետքա հրաժարվենք վերջնականապես փակենք հայկական հարցը։ Մենք պետքա բազմաթիվ անգամ ասել եմ, պետքա համով ուտենք, համով խմենք, քաղցր քնենք եւ դա է այն սպառող էակը, որի անունը Փաշինյանը ուզում է պահպանել հայ։ Վուլգար սպառողական տիրույթ է ստեղծվում, միջավայր է ստեղծվում եւ դրա անունը ուզում են պահպանել պետություն կամ Հայաստան պետություն կամ նորից Արևմտյան Ադրբեջան պետություն։ Կարևորը չի դրա անունը ինչա լինելու, որտեղ մեջում հայկականություն բովանդակային իմաստով հայկականություն չի լինելու։ Սա է որ Փաշինյանը ասում է եւ ելի այնտեղ մանրամասներ կան, որին էլի կարելի է անդրադառնալ։ Մենք հեռախոսազանգեր ունենք արդեն եւ ես առաջարկում եմ դուրս գալ գովազդային ընդմիջման, գովազդային ընդմիջումից հետո կփորձենք հեռախոսազանգերից մի քանիսին պատասխանել եւ հետո շարունակել մեր զրույցը։ Սիրելի բարեկամներ, մնացեք մեզ հետ, գովազդը եթերում։ Մենք շարունակում ենք մեր հաղորդումը եւ ինչպես ես խոստացա, հիմա կընդունենք հեռախոսազանգեր։ Բարև ձեզ, դուք եթերում եք, լսում ենք ձեզ։ Այո, բարև ձեզ, պարոն Հարությունյան, բարև ձեզ, պարոն Հակոբյան, ողջունում ձեզ հրավերտ Գվենդելից։ Նախ ասեմ, որ մեր մոտ Լոս Անջելեսում իրանցիները զանգվածաբար ցույցեր են անում սատարելով իշխանության փոփոխությունը եւ որպես հայ իհարկե ես չեմ կարող չսատարել մեր բարեկամ իրան ժողովրդի այդ բաղձանքները լինել ազատ։ Պարոն Հակոբյան, դուք բավական ճիշտ վերլուծություններ ասեցիք եւ Փաշինյանի եվրոպական կեղծիքների եւ Իրանի հետ կապված քանի որ Հայաստանում շատ է ապարտարակատությունը ինձ զարմացրեց մի դիտարկում, որ դուք ասեցիք անհասկանալի է թե ինչու է Թրամփը փորձում հզորացնել Ռուսաստանը, քանի որ Հայաստանի համար շատ կարևոր է ճիշտ հասկանալ Միացյալ Նահանգներին։ Ես մի թեզ ասեմ, եւ հարցը տեսամ, թե համաձայն եք թե չէ։ Տեսեք, Միացյալ Նահանգները այն մենք ամենահզորը չէինք դառնա 250 տարի, եթե մենք ունենայինք նախագահներ, ովքեր անձնական նկատառումներով են ինչ-որ բան անում կամ առևտրական նպատակներով, հնարավոր է համարում, որտեղ ես այլ վարիանտ չեմ տեսնում, որ սա կապված է Ամերիկա-Չինաստան կարգապահման հետ, եւ Միացյալ Նահանգները Թրամփը Ամերիկայի շահերից ելնելով փորձում է Պուտինին ընդհանրապես փոխել Չինաստանից եւ անցկացնել իր կողմը, որտեղ ես ոչ մի ապացույց չեմ տեսնում, որ Թրամփը փորձում է հզորացնել Ռուսաստանը, ընդհակառակը բոլոր փաթեթներում Ուկրաինան մնում է անկախ, չնայած տարածքային կորուստներով, բայց անկախ եւ հզոր եւ եվրոպական, որը Պուտինի պարտությունն է։ Իսկ Ռուսաստանը դառնում է Ամերիկայի վասալը։ Սա հնարավոր է, որ Թրամփի նպատակը միգուցե սխալ, միգուցե ոչ հրատեստ, բայց Պուտինին փոխելն է Չինաստանից, Չինաստանը թույլատնելու համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, Հարցյան։ Տեսեք, անդրադառնալով Չինաստան, Ռուսաստան եւ ԱՄՆ հարաբերություններին, այսինքն այստեղ մի շատ կարևոր բան է պետք ասել, որ աշխարհաքաղաքական դիրքորոշումով հիմա Ռուսաստանը ինքը եվրասիական գաղափարաբանության ներկա է գործում։ Եվրասիական գաղափարաբանությունը, որ Պուտինը ընդունեց որպես այսօրվա ռուսական կայսրության հիմնական գաղափարաբանություն, ինքը արտահայտված հակաարևմտյան մոտեցում ունի եւ դա հորդայի մոտեցումն է ընդհանուր առմամբ եւ այդ եվրասիականության մեջ Ռուսաստանի եւ արդեն Չինաստանի հարաբերությունների եւ այսպես կոչված այդ գլոբալ հարավի մոտեցումը, որը չինացիք են առաջ մղում, դա տեսանելի է եւ մի հատ նավթի սանկցիաներ անելով դու չես կարող այդ վիճակը փոխել։
Դա մեկ, երկրորդ դրույթը, որ դուք ասեցիք Ռուսաստանի պարտության մասին։ Ռուսաստանը ընդհանուր առմամբ իմ կարծիքով ունի կարելի է ռազմավարական պարտություն, որովհետև այն նպատակները, որ Ռուսաստանը ուներ Ուկրաինայի հետ կապված, այդ նպատակները այլևս կարծում եմ իրատեսական չեն, այսինքն Ուկրաինան ամբողջովին գրավել, դենացիֆիկացիա, դեմիլիտարիզացիա, ոնց որ իրանք անվանում էին, եւ Ուկրաինան մտցնելով հետ բերելով ռուսական կայսրության որպես միավոր վերադառնային նախկին սովետական միության, այսպես ասած, սահմաններին, ու իհարկե այդտեղ մերձբալթյան երկրները ենթադրաբար դուրս կմնային եւ այլն, բայց միության սկզբունքը, որը դրված այսօր Ռուսաստան, Բելարուս եւ այդ միությունը առկա, այդ միության մեջ մտցնեին Ուկրաինան, դրանից հետո դա կլիներ Հայաստանը, Միջին Ասիական երկրները, ենթադրաբար եւ նաեւ Ադրբեջանը։ Այսինքն այն սկզբունքը, որ ճարպկությամբ հնարավոր է ուղիղ ռազմաքաղաքական ամուր հենք ունեցող հարաբերությունները Ռուսաստան, Չինաստան բանանել, քանդել, ինչ-որ առևտրային, կրկնում եմ բառը, առևտրային ճարպկությամբ, որը իբր թե Թրամփ ենք փորձում ենք իրարել, ես իմ կարծիքով դա սին գաղափարը եւ սին մոտեցումը։ Ռուսաստանին հնարավոր է ենթարկեցնել միայն այն պարագայում, երբ որ Ռուսաստանը իր դիմաց տեսնում է ուժ, դա պատմական իրողություն է։ Ռուսաստանը ենթարկվում է այն ժամանակավոր, սկսում է ենթարկվել միայն այն պարագայում, երբ որ նա իր առջև տեսնում է իրական ուժ եւ իրական ճնշում, իրական վտանգ։ Օրինակ Պուտինյան վարչակարգի համար, իսկ Թրամփը Պուտինյան վարչակարգին պարբերաբար շնչելու հնարավորություն է տալիս, պարբերաբար, եւ դրանով հնարավորություն է տալիս իր կորցրած ընդհանուր առմամբ զորությունը գոնե մասնակիորեն վերականգնել։ Այնպես որ ես այստեղ ասում եմ նորից իմ համար գոնե դա որևէ կերպ ընկալելի չի ամերիկյան ազգային եւ պետական շահի տեսակետից, թե ինչու է Թրամփը պարբերաբար անգամ հաշվի չառնելով, ախր եկեք դա չմոռանանք, հաշվի չառնելով այն դիրքորոշումները, որ կա օրինակ հանրապետականների տիրույթում։ Մոտավորապես արդեն չեմ էլ իմանում ինչքան է, երևի մոտ մի տարի է, կամ կարող է մի քիչ ավելի քիչ, Գրեհեմը, որը հանրապետականների առաջնահերթ սենատորներից է, եւ մշակել են եւ Թրամփի սեղանին են դրել Ռուսաստանի պատժամիջոցների այնպեսից ցանկ, որ իրականում Ռուսաստանի վրա դարակազդի, Թրամփը այդ պատժամիջոցների ցանկը չի ընդունում եւ տարբեր Վիտկոֆների եւ Կուշներների միջոցով անընդհատ ուզում է, որ Ուկրաինան անի անհասկանալի նորից զիջումներ, այսինքն այն զիջումները, որոնք Ռուսաստանը գրավել են եւ այդ սառեցումը, եթե դրա մեջ ինչ-որ տրամաբանություն կա, ապա այն տարածքները, որ ուկրաինացիք դեռևս վերահսկում են նույն Դոնբասում, ինչ են պարտադրում Զելենսկիին եւ ուկրաինական վերնախավին, ասենք ասենք, զիջել Ռուսաստանին եւ անընդհատ ճնշում են գործադրում, անընդհատ շարունակ ռուսներին տալիս են շնչելու հնարավորություն ուկրաինացիների եւ հավաքական արևմուտքի վրա ճնշում են գործադրում։ Այնպես որ ես այստեղ այդ ասենք ասենք ճարպկության մոտեցման հետ համաձայն չեմ։ Թրամփը Ռուսաստանի հետ հարցում ունի այլ դեռևս կարող է չբացահայտված ժամանակի մեջ դա անպայման կբացահայտվի, հուսով եմ այլ մոտիվացիաներ։ Հաջորդ հեռախոսազանգին եմ անցնում։ Բարև ձեզ, դուք եթերում եք։ Բարև ձեզ, սիրելի Տիգրան եւ պարոն Հակոբյան։ Այո, խնդրեմ իջեցրեք հեռուստացույցից։ Հեռուստացույցի ձայնը իջեցրեք եւ լսում եք։ Իջեցրեցի Տիգրան։ Ուրեմն շատ կարեւոր է, կարամ ասեմ համաշխարհային եւ ես ցավակցում եմ Իրանին պետությանը եւ հատկապես ժողովրդին, որ այս վիճակի մեջ են հայտնվել եւ մեծ հարևան են կարամ ասեմ բարեկամ, իմ հարցս այսպեսին է, հիմա բոլորը խոսում են, իմ հարցը շատ դժվար է լելու, բայց շատ կարևոր, այսին վերաբերում է բոլոր քաղաքագետներին, տնտեսագետներին, հիմա, ուրեմն մեկ շաբաթ է, որ ռմբակոծում է Ամերիկան Իսրայելի հետ Պարսկաստանին, նավթահանքերը բաները պայթացրել է, հիմա ամբողջ Եվրոպայի մինչև անգամ Ամերիկայի արաբական երկրների տնտեսական վիճակը վատացել է, կյանքը թանկացել է եւ հայտնի չի ինչ անելու։ Հիմա ասենք Ամերիկան հիմա
ասես 30 կամ 40 օրում կվերջացնեմ։ Ավելի շուտ ասենք։ Սիրելի հեռուստադիտող, խնդրում եմ կենտրոնացեք հարցի վրա, այո, հարցը Հիմա հարց եմ տալիս։ Ես բացատրեցի թե ինչ ալում։ Մի շաբաթում ամբողջ աշխարհը խառնվել է եւ ինքը ուզում է որ մի շաբաթում այդ 15 նավերը որ ռուսական նավթ են տանում, թողում է որ այդ 4 օր ասենք մի շաբաթ Եվրոպան դիմանա որ ինքը դենա ինչ անում։ Հիմա ասենք եղավ Եթե դուք հարցը չձևակերպեք, ինձ ներող եկեք, կանջատեք, այսինքն հենց հիմա ձևակերպեք հարցը։ Կեցե մի րոպե։ Հա, բանը Իրանը կապիտուլացեց, դարավ երկրորդ համաշխարհային Գերմանիան, երկու մասի, քրդեր եւ Ավան Ամերիկա։ Սիրելի հեռուստադիտողներ, այս օրինակը ես ուզում եմ ձեզ տալ, որ այսպես չի կարելի։ Դուք զանգահարում եք, կարող եք հարցը տալ եւ դուրս գալ։ Բայց եթե ձեր հարցի համար դուք պիտի 15 րոպե նկարագրեք իրավիճակ եւ հետո ասեք ինչ որ մի բան, ես այդ հարցը անպայման կանջատեմ, ինչպես արեցի։ Ներողություն եմ խնդրում անջատելու համար, բայց դա հնարավոր չէ։ Եվ հիմա ես նույնիսկ փորձում եմ ձևակերպել, հասկանալ ինչ էր ուզում ասել։ Ես էլ փորձեմ ձևակերպել եւ փորձեմ հասկանալ թե ինչ էր ուզում ասել, ասացի իմ կարծիքով, որտեղ հարցը չձևակերպեց, ասացի իմաստը այն էր, որ այս դժվարությունները, որոնք առաջանում են տնտեսական եւ ռազմական իմաստով եւ տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական ոնց են հաղթահարվելու կարճ ժամանակում, այսինքն իմ կարծիքով հարցը դա էր։ Ճիշտ բանը սխալվում էր մեր հարգելի հարցտվողը, որ ընդամենը մի շաբաթ է, արդեն երկրորդ շաբաթն է, որ ռմբակոծությունները ընթանում են, սկսենք դրանից, եւ դեռևս ինչքան կընթանան բարձ չի, պատերազմական գործողությունները դեռևս ինչքան կլինեն, արդեն դրա մասին խոսել ենք, բարձ չի։ Երկրորդ բանը, որ ինքը սխալվում էր, դա այն է, որ ռուսներին սանկցիոն շնչելու ժամանակ են տվել ոչ թե մի շաբաթ, այլ մի ամիս առնվազն, եւ ինչպես եւ ասեցի, այդ մի ամիսը կարող է եւ ավելի երկարացվի, այսինքն սանկցիաները չվերադարձնեն։ Հիմա եւ երրորդը այդ բանը դրանից Եվրոմիությունը չի օգտվելու։ Դա մյուս բաններ, որ ինքը ասում է, դրանից օգտվելու է Հնդկաստանը, դրանից օգտվելու է Չինաստանը, Ռուսաստանի հիմնական են գործնում եւ իհարկե եւ անպայման Ռուսաստանը։ Շատ լավ, եւս մեկ հեռախոսազանգ ընդունենք։ Բարև ձեզ, դուք եթերում եք, լսում ենք ձեզ։ Բարև պարոն Հարությունյան, ես իմ հարցը ցանկանում եմ ուղղել ձեզ հյուրին, որը վերաբերում է խաղաղության պայմանագրին։ Դուք չեք կարծում, որ խաղաղության պայմանագրի անվան տակ ստորագրվելու է մի պայմանագիր, որը ավելի շուտ Հայաստանը երթարկվում է անշլյուզի եւ անեքսիայի։ Քանի որ եթե ադրբեջանցի քաղաքացիները առանց խոչընդոտի կարող են անցնել սահմանը անխոչընդոտ ձևով, դա նշանակում է, որ Հայաստանը սահման չունի, սահմաններ չունի, իսկ այն երկիրը, որ սահմաններ չունի, էլեկտրոցանցը միացված է հարևան երկրներին եւ էներգորեսուրսները, ինչպես նաեւ երկաթգծերը եւ այլն, այդ երկիրը համարվում է առանց սահմանների երկիր, այսինքն նշանակում է, որ այդ երկիրը ենթարկվել է անշլյուզի։ 1938 թվականին Գերմանիան անշլյուզի ենթարկեց Ավստրիային, հետագայում նաև Չեխոսլովակիային։ Շնորհակալություն հարցը։ Ես մի անգամ չի որ ասել եմ եւ չեմ էլ հիշում այսօր ասել եմ թե չէ, որ այդ խաղաղության պայմանագիր ասածը դա կապիտուլյացիան վերջնական պայմանագիրն է, որ կապիտուլյացիան առաջի պայմանագիրը եղել է 20 թվականի 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի այդ հայտարարությունը, որը առաջի ակտն էր կապիտուլյացիան եւ խաղաղության պայմանագիր ասածը վերջնական ակտն է։ Խաղաղության անվան տակ կապիտուլյացիայի եւ այո դրա տակ դրված է նորից կրկնեմ արևմտյան Ադրբեջանի գաղափարաբանությունը եւ անթակույց եւ ես կարծում եմ հիմա դրա մասին Փաշինյանը փորձում է խուսափել խոսելուց, դա կապելով Ղարաբաղցիների, այսինքն արցախցիների վերադարձի հետ, բայց անթակույց խոսվում է նրա մասին եւ այդ ծրագիրը իրողություն կարող է դառնալ, եթե
եղած իրավիճակը չփոխվի Հայաստանում, որ 300,000 առնվազն եւ ավել ադրբեջանցիներ նախապատրաստվում են վերադառնալ իրենց ասած ճակերտներում պապենական հողերը եւ դրան գալու են կոմպակտ ապրեն Հայաստանում եւ դա լինելու է Հայաստանի վերջի սկիզբը այդ տեսակետից, այսինքն այդ թվում բացի մնացած ամեն ինչից տնտեսական կախվածությունից ռազմական ճնշումներից բացի դրանից լինելու է նաև հստակ ազգագրական խնդիր, որին արդեն հաշվի առնելով քանակը ադրբեջանցիների եւ պետության իմ վստահ բանը սուբսիդավորումը նմանատիպ ծրագրի մենք դրան այլևս չկարողանանք դիմանալ եւ Հայաստանը հայկականությունը, հայկական պետականությունը հայկական քաղաքակրթությունը քամուն տրվի։ Շնորհակալություն, եկեք եւս մեկ անգամ դուրս գանք գովազդային դատարի, որից հետո կամփոփենք մեր հաղորդումը։ Գովազդը եթերում։ Եվ այսպես մենք կրկին եթերում ենք, մեր հաղորդման ավարտին մնացել է մոտավորապես 6-7 րոպե։ Այս ընթացքում եկեք փորձենք մի հատ կենտրոնանալ այն հարցերի վրա, որը մենք քննարկեցինք կապված Նիկոլ Փաշինյանի դիրքորոշման հետ, այդ հայկական հարցի հետ կապված Եվ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը այս մոտեցումները բերելու է ընտրություններին եւ փորձելու է ընտրվել հենց այս օրակարգով։ Եթե մենք խոսենք սրանց 10 տարի առաջ այս օրակարգով ընտրվելու մասին, մեզ վրա շատերը երևի հանրապետությունում մարդ չէր լինի եւ սպուրքում, որ չծիծաղեր, որ կասեն այս օրակարգը հնարավոր չի, որ հայերը քվեարկեն։ Բայց հիմա մենք դիտարկում ենք այն ուժերի հարաբերությունը, որ կա, մարդկանց այն մոտեցումները, որ կան, իշխանամետ շրջանակների մոտեցումները եւ տեսնում ենք, որ ոչ միայն ընտրողներ կան Փաշինյանին եւ նրանք բավականին շատ են, այլև ընդդիմությունը, որոնք կարողություն ունեն մասնակցել այս ընտրություններին, իրենք այն արմատական հարցերով չեն տարբերվում Փաշինյանի մոտեցումից։ Դա շատ կարևոր դիտարկում եք անում, որովհետև այո, հայկական հարցի, որը ձեր ասած արմատական մոտեցումն է, հետ կապված դիրքորոշում չի հայտնվում, այսինքն հայտնվում է կառավարական դիրքորոշում եւ դա նույն Փաշինյանական դիրքորոշմանը շատ մոտակայնից, եթե չասեմ հենց նույնն է։ Արմատական մոտեցում հայկական ազգային պետության վերաբերյալ չի արտահայտվում եւ նորից դա Փաշինյանի հենց մոտեցման շատ մոտ է, եթե չասեմ նույնն է։ Խոսվում է, որ մենք տարբեր այսպես ձեր ասած հնարավորություններ, ռեսուրսային անդիմությունը, այսպես ասած, խոսվում է ինչի մասին, որ մենք տնտեսության հարցը ավելի լավ կլուծենք, որ մենք սոցիալական հարցերը ավելի լավ կլուծենք, որ մենք դիվանագիտությունը մեր ավելի լավը կլինի, հա, բայց ինչի շուրջ, օրինակ Արցախի հարցը հիմիկվա հարց չի, Արցախի վերադարձի, արցախցիների վերադարձի բան, երբ որ մենք ունենանք երաշխավորություն, նա, կապիտուլյացիան պայմաններում երաշխավորություն, այդ դեպքում մենք այդ հարցերին կանրադառնանք, հիմա դա ինչ է նշանակում, դա նշանակում է, որ Փաշինյանը ինքը որպես վարչակարգ եւ նրանք ովքեր ռեսուրսային ձեր ասած ընդդիմություն են տիտղոսային կամ ոչ միայն այդ ռեսուրսային ընդդիմությունը նույն իշխանական համակարգն են ներկայացնում սկզբունքային տարբերություններ ազգային եւ պետական հարցերում չկան եւ դա շատ մեծ խնդիր է տեսեք Հայաստանի օրենսդրությունը այնպիսին է որ բավականին լուրջ ցենզ է դրված ընտրություններին մասնակցելու համար եւ դա շատ քաղաքական մանավանդ երիտասարդ ուժերի նորաստեղծ ուժերի հնարավորություն չի տալիս այս համագարկի մեջ մտնել, որովհետեւ կա մեծ դրամական շեմ բավականին լուրջ Հայաստանի համար եւ դրանից հետո էլ կա անցողիկ շեմը, որը բավականին բարձր
Դա այդպես է արված եւ գիտակցաբար է այդպես արված, որովհետեւ դա տալիս է մեծ առավելություն այն ուժերին, որոնց մասին խոսեցինք։ Իշխանական հակահայ համակարգը 35 տարվա ներկայացնող ուժերին տալիս է առավելություն, որտեղ նրանք այդ ռեսուրսները ունեն եւ դրամական միջոցները ունեն, հա, եւ գործիքները ունեն ընտրությունների վրա ազդելու վարչական ռեսուրսից սկսած մինչեւ մնացած բոլոր հնարավոր զեղծարարության կամ կեղծարարության միջոցները, այսինքն իսկ ենթանենք ազգայնական ուժերը, որոնց ներկայացուցիչն է մեր քաղաքական ուժն, այդ ազգայնական ուժերը այդ ռեսուրսներից զուրկ են եւ եթե անգամ փորձեն միաբանվել, որպեսզի եւ փորձը արվում է միաբանվել, որպեսզի կարողանան եւ ռեսուրսային իմաստով եւ ազդեցության իմաստով որոշակի արդյունքի հասնել քաղաքական տիրույթում։ Ես ընտրական տիրույթում չեմ էլ ասում, որտեղ ընտրությունները Հայաստանում դա միջոցառում է, որը իշխանության վերարտադրում է ապահովում։ Նույնիսկ եթե դա փորձեն, ընտրության գործընթացը, ընտրական գործընթացը օգտագործեն, որպեսզի իրենց գաղափարները եւ իրենց համակիրներին համախմբեն, միաբանեն, այդտեղ թվեր են կոպիտ ասած։ Այսինքն, եթե միության պարագայում, դաշինքային պարագայում 7 էր դարձրել են 8, իսկ բանը դրամական գրավը կրկնապատկել են 15 միլիոն, եթե չեմ սխալվում, որը արդեն իմ ասած ուժերի համար բավականաչափ լուրջ միջոցներ, չասեմ, որ ընտրական այդ գործընթացներին մասնակցելու համար հավելյալ միջոցներ պետք է նաև հավաքագրել։ Այսինքն ամեն ինչ արված է, որ Հայաստանում արմատական համակարգային իշխանափոխությունը հնարավոր չլինի, բայց դա չի նշանակում, որ հնարավոր չի։ Դա չի նշանակում, որ հնարավոր չի։ Դա նշանակում է մի բան ընդհանրապես, որ նրանք, ովքեր շահառու են գործող իշխանական համակարգին եւ փաշինյանական վարչակարգին դա մի կողմ, նրանք ովքեր անտարբեր են ընդհանրապես դա նույնպես մի կողմ, բայց նրանք ովքեր ունեն իմ թվարկած ազգայնական դիրքորոշումները, նրանք պետք է հասկանան, որ եթե միաբանումը չլինի եւ քաղաքական տիրույթում, եւ հանրային տիրույթում, եւ ռեսուրսային տիրույթում, ապա ինչպես եւ ասեցի, մենք Հայաստան եւ հայկականություն մոտակա տասնամյակներում կարող այլևս չունենանք։ Շնորհակալություն պարոն Հակոբյան, մեր շնորհակալություն սիրելի հեռուստադիտողներ, որ դիտեցիք մեր հաղորդումը, շնորհակալություն նաև նրանց, ովքեր մասնակցեցին հաղորդմանը հեռախոսազանգերի միջոցով։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք ազգային օրակարգ կուսակցության խորհրդի նախագահ Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Արա Հակոբյանի հետ։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։